Վերջերս մեր եւ ձեր վճարած հարկերի հաշվին Երևանից հատուկ չվերթով պատվիրակություն էր մեկնել Բաքու։ Իբր բարի դրացիական հարաբերություններ հաստատելու թշնամու հետ։ Բաքու մեկնած անձին բարոյական իրավունք ունեն խոսելու Հայաստանի հասարակության իմ եւ ձեր Միանշանակ ոչ, որովհետեւ ես հասարակության մեջ ապրում եմ, տեսնում եմ, որ մարդկանց ոչ ոք չի ընդունում։ Ես եթե 10-ը ծանոթ ունեմ, 10-ից 9-ը չի համաձայն չի իրանց հետ։ Այսքան մեծ թվով Ոնց կարա էլի հասարակության անունից ինքը։ 30 հոգի մարդ են հավաքվել, իրանք իրանցով այն փոքրիկ խմբակը, որ ասում է Սամվել Կարապետյանը է։ Մանուս մենակ ես կարամ խոսամ այդ։ Նրանք իրավունք ունեին խոսելու։ Դե որ իրանք են տենց բանով կարող ունենան իրավունք, բայց չէ, իմ կարծիքը պետք է օրինակ հարցնեն, ես հեր եմ փորձել այս պատերազմում շատ հարազատ մարդիկ եմ փորձել, իմ հետ էլ պետք է էլի ոչ թե իմիննավոր իմ հետ, ժողովուրդը պետք է բանան, ահա էլի բա որ տենանք ոնց ալը, չէ, եսին լավ բան չեմ սպասում ես։ Նախ մի րոպե մատ հասկանանք, ովքեր են մեկնել Բաքու։ Ովքեր են այս մարդիկ։ Մի հատ իրաց դոսյան բացենք, կարդանք, էլի ասենք։ Այս մարդը ինչ ունի արած, որ իմ անունից, ձեր անունից այդ մա Բաքուի շորագավոր կանի։ Ով է իրան թույլատրի առասարակ այս կյանքում։ Ոչ, իրավունք չունի։ Այս երկիրը պետք է ղեկավարեն արյուն թափած Հայաստանի նպատակներով էփած մարդիկ, գաղափարապես զարգացած մարդիկ։ Մենք այս սաղ աշխարհը մեզից համ գովում, համ էլ ասում այս ինչ վիճակ են սրանք։ Կարծում եմ ոչ։ Մեր պատմության ցավոտ կողմը մենք երբեք չպետք է մոռանանք, անկախ այն բանից հիմա ինչ են մեզ առաջարկում մոռանալ, մերը չէ պետք չէ ընդունել, այդպիսի բան չպետք է լինի, որովհետև մենք պատմության տերն ենք եւ անկախ նրանից պետության ղեկավարը ինչ է ասում կամ ղեկավարությունը ինչ է ասում, մենք պահանջատեր եղել ենք, կմնանք ու մեր պահանջատիրությունը պետք է ոչ թե մենակ մեզանով սկսվի կամ վերջանա, այն պետք է շարունակվի նաև մեր սերունդների կողմից։ Նրանք պետք է ճանաչեն իրենց նախկին, իրենց պատմությունը երբեք չեն մոռանա։ Այն ժողովուրդը, ով մոռանում է իր պատմությունը, ինքն իրեն է մոռանում։ Ես իմ կարծիքով որ չէ։ Որովհետև երբ էլ գնացել լավ բաներ չենք սպասել, լավ բան չի եղել։ Այսքան ժամանակ ես լավ բան չեմ տեսել, դրա համար էլ չգիտեմ։ Ոչ։ Դե Թուրքիա հետ ի՞նչ պետք է խոսամ։ Թուրքիա հետ խոսալ մենակ ձայնքով։ Ոչ։ Որովհետև մեր թշնամուց կարող մեր մասին լավ բան խոսալ կամ բարոյական իրավունք ունենա խոսալու, ընդհանրապես մեր մասին։ Թշնամի մնա թշնամի վերջ։ Օրինակ Թուրքիայի հետ բանակցի այն դեպքում, եթե որ Թուրքիան բանը խաղաղություն անի, մենք հարաբերս այն հին վաղտանից մենք Թուրքիայի հետ թշնամություն ունենք։ Ոնց էլ լինի նա ասում օծը տակածողին կծե։ Միշտ էլ այդպես մեզի քանդի կտան։